Արք Հիսուսին սիրելի Աստծո ժողովուրդ։ Նստի կողքինիդ ասա մի հրաշալի խոսք։ Փարտիրոջը Աստված օրհնի ձեզ։ Գիտեք, ես այստեղից նկատում եմ, երբ որ դու նստում ես, տխուր չես նստում։ Ուրախ օրհնում ես քուր եղբայրին։ Աստծո խոսքը գիտեք ինչ ասում, ասում է ամեն ժամանակ ուրախ եղեք։ Գիտեք ինչի համար։ Որտեվ ուրախությունը երկնքից է։ Երկրորդ օրինաց 8-րդ գլխում մի հրաշալի խոսքեր է գրած, ասում է ես քեզ դժվարության մեջ կտանեմ, խնդիրներով կանցկացնեմ, միգուցե սովանց կասնես, հետո ամեն ինչը քո մոտ շատանալու է, որ անգարջ նստես քո ներսումդ մտածես, որ դու դա քո ուժերով ես ստացել, այ քո տերասում փարտաս, որովհետև ամեն օրը ինչ անում ուժը ինքն է տալիս։ Դրա համար այսօր որ Տերը մեզ տվել է օր, դրա համար մենք պետք է ուրախ լինենք սիրելիներս։ Չնայենք իրավիճակին, չնայենք որ այդ պահին միգուցե խնդիրներ ունեմ, չնայենք միգուցե այդ պահին գրպանս գումար չկա, որովհետև Տերը ուզում է որ մենք նայենք իրան։ Մեր եղբայրը լավ խոսք ասաց, ինքը սրտի սպասում է որ մենք իր մեր սիրտը տանք։ Տերը օրհնի ձեզ։ Շնորհակալություն այդ պատվի համար Փառք Հիսուսին, որ այսօր պատիվ ունեմ ձեր հետ կիսվել Աստծո խոսքով, սիրելիներս։ Իմ սրտում դրված է մի հրաշալի խոսք, որտեղ որ գրած Աստվածաշնչում, Եստեր թագուհի մասին։ Գիտեք, նայելով այդ գիրքը ես մի բան եմ հասկանում, որ Աստված ուզում է մեզ սովորացնի։ Աստված ուզում է մեզ փոխի։ Ու այդ գրքի մեջ է մի հրաշալի պատմություն է գրված։ Կուզենայի ուսումնասիրել ենք այդ տեղը, տեսնենք ինչ ասում Աստված մեզ։ Երբ որ նայում ենք առաջին գլուխը մի բան ենք հասկանում, որ մեր հզոր թագավոր կար, որ ինքը որոշում է խնջույք անի, երկար ժամանակ, ոչ թե մի ամիս, ոչ թե մի օր, ոչ թե մի շաբաթ, մի ժամ, ամիսներով խնջույք անում, ու իր ամբողջ գավառներում շարունակվում է դա, ու իր թագուհին է նույն գործն էր անում, կանանց հավաքել էր նույն ձևի իր գործն էր անում, խնջույք են անում, ուրախանում են, ժամանակ են անցկացնում լավ։ Ու ամեն ինչը վերջանում է, թագավոր ասում է, իմ թագուհին ասեք թող գա իմ մոտ, ու թագուհին չի ուզում գա թագավորի մոտ, ու դա իր դուրը չի գալիս, մի քիչ մեր դուրն էլ չի գալիս, չէ՞ որ մի բան ասում ենք, մեզ չեն լսում, ասում ենք վсё, վերջացավ ամեն ինչ։ Ու թագավորի կողքի մարդիկ խորհուրդ են տալիս, ասում են, եթե հիմա թագուհին չի հնազանդվի քեզ, դա նշանակում է, որ այս ամեն ինչը տարածվելու է ամբողջ գավառներում, ու քո իշխանությունը թուլանալու է։ Մենք քեզ խորհուրդ ենք տալիս, մի նոր թագուհի մանարի գտի քեզ։ Լավ է, չի ասում թագուհին։ Թագավորն էլ ասում է, դուր եկավ էս առաջարկը։ Ինքն ասում է գնացեք երիտասարդ աղջիկներ սիրուն գեղեցիկ բերեք իմ մոտ։ Ես կընտրեմ։ Ու մի աղջիկ կար, իր անունը Եստեր էր։ Ինքը ծնող չուներ, ոչ հայր ուներ, ոչ մայր ուներ։ Ինքը մի հատ հորողբեր Մուրդքե անունով մարդ ուներ։ Ու այդ հորողբերը փոքր ժամանակից Եստերին մեծացրել էր։ Իր ծնողն էր կարելի ասել։ Եկավ ժամանակ Եստերին նկատեցին, տարան թագավորի պալատները։ Ու դա գիտեք որն է։ Աստծո խոսքը ասում է, որ Եստերը մարդկանց առաջ շնորհք էր գտնում։ Ու այդ շնորհքը ոչ թե մարդկային է, այդ շնորհքը երկնային է, սիրելիներս։ Երբ որ մենք տեղ գնում ենք, մենք հասկանում ենք, որ մի հրաշալի վերաբերմունք է մեր հանդեպ, ճանապարհներ է բացվում, նայում ենք ասում ենք ինչ լավն եմ ես, էսի
հաստատ ինձ հարգելով, ինձ մեծարում են, դրա համար ճանապարհներ են բացում, չէ։ Աստվածն է մեր առաջ ճանապարհներ բացում, սիրելիներս։ Ու Աստվածը օգտագործում է ամեն մեկին, որ մենք իր փառքի մեջ գնանք։ Եստերը գնում էր առաջ։ Ու հասավ այն օրը, երբ որ արդեն թագավորը իրան նկատեց։ Եստեր 2 գլուխ 17-րդ խոսքում։ Եվ թագավորը Եստերին բոլոր կանանցից ավելի սիրեց։ Եվ նա բոլոր աղջիկներից ավելի սեր եւ շնորհ գտավ նրա առաջին, եւ թագավորության թագը դրավ նրա գլխին, եւ նրան թագուհի շինեց, Վաշտի տեղը, Վաշտի թագուհի տեղը։ Մի աղջիկ ուղակի Տերն իրան ընտրել էր, տարավ առաջ, բարձրացավ գնաց դառավ թագուհի։ Ու կարելի ասել մեր կյանքում էլ sense բանա տեղ ունենում, չէ՞, երբ որ մի հաջողակ գործ ենք հասնում, ասում ենք սա իմ տարածքն է։ Այս կոմֆորտը իմ դուրս շատ է գալիս։ Ես ուզում եմ այստեղ մնամ։ Բայց Աստված ուրիշ ծրագիր ուներ Եստեր թագուհի կյանքում։ Աստված ուրիշ ծրագիր ուներ հրեա ժողովրդի համար։ Աստված ուրիշ ծրագիր ունի մեր համար, սիրելիներս։ Ու մեզանից է կախված։ Գնալու ենք առաջ, թե մնալու ենք նույն տեղ։ Ու գիտեք, իր հորողբերը Եստերը միշտ ասում էր. «Մի ասա, որ դու հրեա ես»։ Ու ինքը երբ որ իմացավ, որ իր Եստերը դառել է թագուհի, ինքը չգնաց ասես Եստեր դե հիմա մի հատ լավ գործ ես տալիս ինձ, կամ լավ հնարավորություն ես տալիս, ես էլ նույն ձևի լավ զգամ ինձ։ Ինքը միշտ գալիս էր թագավորական պատերի տակը, շենքի պատերի տակ կայնած, իմանում էր ոնց է Եստերը։ Ու երբ որ թագուհի դառավ Եստեր թագուհին, իրան թագավորական զգեստներ ուղարկեցին Մորդեքեին, բայց ինքը չընդունեց դա։ Ինքն ասեց. լավ է, ես ավելավայից ձևի մնամ։ Շատ ժամանակ մի հաջողության ենք մենք հասնում ու ուզում ենք ցույց տանք, որ ես հասել եմ այս մակարդակին։ Բայց որ նայում ենք այս մեր եղբայրի կյանքում, ինքը ցույց չէր տալիս։ Ինքը Աստծո հետ հարաբերության մեջ էր։ Ու երբ որ թագավորի ծառաները չար բաներ մտածել թագավորի դեմը, ինքը Եստերին ասեց, որ թագավորի դեմը չար բան են մտածել։ Հետաքրքիր գիտեք, որ նա թագավորը ուսումնասիրում է ու հաստատվում է դա, որ իրանք չար գործ են մտածել թագավորի դեմը։ Այդ երկու ծառաներին կախում է թագավորը։ Մորդեքեին էլ պատվական թագավորական գրքի մեջ գրում է իր անունը։ Բայց այստեղ էլ այս մարդուն ոչ մի բան չեն ասում։ Ծափ չեն տալիս, ոչ մի բան չեն անում։ Այս մարդը իր համար ոնց որ միշտ անում էր, գալիս էր պատերի տակ, նստում էր, սպասում էր, մի բան անում։ Իր գործը ուղղակի պատերի տակ գալ նստելն էր։ Բայց որ նայում ես, լիքը հնարավորություններ այդ մարդը ուներ, որ կարար օգտագործեր։ Չէ՞ մենք էլ միշտ մտածում ենք, ասում ենք հաստատ այս բարեկամս մի հատ լավ գործի է, այս իմ համար կանաչ ճանապարհ է։ Ես պետք է օգտագործեմ այս հնարավորությունը։ Ես պետք է գնամ իրան ասեմ, տես ինչ ես անում իմ հարցեր, մի հատ լավ տեղ ինչ ճարի։ Բայց Մորդեքեին մի ուրիշ ձևի էր մտածում։ Եվ անցավ ժամանակ, թագավորը բարձրացրեց մի մարդ, իր անուն Haman էր։ Մի լավ խոսք է, չէ՞, ասում են մարդուն տուր իշխանություն եւ փող ու կտեսնես ով է ինքը դառնում։ Համանը փոխվավ։ Միգուցե առաջ ինքը լավ մարդ էր, բայց երբ որ թագավորը իրան տվեց իշխանություն, ասեց դու ամբողջ գավառների գլխավորն ես լինելու։ Այս մարդու կյանքում բան փոխավ։ Ինքը ուզում էր, որ իր առաջ խոնարհվեին, ինքը ուզում էր, որ իրան մեծարեին։ Իր դուրը գալիս էր, որ փառքը վեկալ էր իրան։ Բայց անցավ ժամանակ, երբ որ ինքը թագավորի մոտից դուրս էր գալիս, տեսավ մի մարդ էր կայնած, իր անունը Մուրքե էր։
Եվ այս մուրդքեն չէր խոնարհվում իր առաջ։ Հետո իմանում է, որ այս մարդը եվրեյ է։ Հրեա է։ Ու իր ներսում ատելություն առաջացավ այս մարդու հանդեպ։ Մտածելով, որ ես Hamanն եմ, պետք է իմ առաջ խոնարհվեն։ Խես մարդը չի խոնարհվում։ Ես մի մարդ էի ճանաչում, որ մի անգամ նայելով իր մոտ շատ կարիքավոր մարդ էր, ասի օգնեմ այս մարդուն։ Գործի հետ կախված մի ձեռքս մեկնեմ, օգնեմ, որ այս մարդը միգուցե բարսանա, շատ փող առնի։ Ու գիտեք հետաքրքիրն էր, որ անցավ ժամանակ, ես իրան օգնեցի, որ ինքը ոնց որ պատասխանատու լինի տարածքում։ Ու իր մոտի աշխատողները եկան ինձ ասեցին, մենք քեզ հարգում ենք, բայց եթե այս մարդը մնաց, մենք իրան ուղղակի լապատկայով ծեծելու ենք։ Ինչի համար, որովհետև ասում այս մարդը ասում մեր հանդեպ շատ վատ վերաբերմունք է ցույց տալիս։ Ու ես մի բան հասկացա, որ միգուցե որոշ մարդիկ չեն բարձանում իրանց ներսի այդ խնդիր պատճառով, միգուցե այդ մարդու կյանքում բան պետքա փոխվի։ Համանը նորմալ մարդ էր, որտեվ առաջ միջև իր բարձանալ, իր մասին ոչ մի վատ բան գրած չէր, բայց Համանը երբ որ դարավ բարձր պաշտոնի մարդ, իր կյանքում բան փոխվավ։ Եվ ինքը որոշեց, որ մարդիկ պետք է իր առաջ խոնարհվեն։ Բայց մի իր մուրդք է, որ չէր ուզում իր առաջ խոնարհվել։ Ու ինքը որոշեց մի օրենք հանի։ Օրենք հանի, ինչ անի, որ ամբողջ հրեազգը ոչնչացնի։ Սպանի։ Թագավորին համոզում է, որ թագավոր մի ազգ կա, պետք է իր հարցերը լուծենք։ Թագավորը թույլ է տալիս։ Ու գիտեք, իր ծրագիրը շատ հավեսով ծրագիր է, իր մտածելով, որ ես Համանը Կարամեզևի գեղեցիկ ծրագիր անեմ, հրեա ժողովրդին ամբողջությամբ ոչնչացնեմ, բայց Աստծո ծրագիրը ուրիշ ծրագիր էր։ Աստծո ծրագիրը մուրդքեին բարձրացնելու ծրագիրն էր, սիրելիներս։ Միգուցե մեր կողքերեն ձևի մարդիկ կան, որ ուզում են մեզ միշտ վնասեն։ Միգուցե մեր կողքերեն մարդիկ կան, որ միշտ ուզում են մեզ ցավացնեն, բայց Աստված հենց մեզ է ուզում բարձրացնի։ Ու շատ կարևոր է, որ մենք իր հետ հանդիպում ունենանք։ Շատ կարևոր է, որ մենք Տիրոջ հետ շփում ունենանք։ Ու երբ որ մուրդքեն իմացա, որ Համանը ուզում է հրեա ժողովրդին ոչնչացնի, ինքը դիմում է Թագոյին, Եստեր Թագոյին, ասում է. Եստեր Թագոյի, Համանը վատ բան է մտածել մեր մասին, ուզում է հրեա ժողովրդին ոչնչացնի։ Ու գիտեք ինչ է պատասխանում Եստեր Թագոյին, ասում է, ախր ես 30 օր թագավորի մոտ չեմ գնացել, ես վախենում եմ, կարա ինձ սպանի։ Ու նայեք ինչ է մուրդքեն ասում Եստեր Թագոյին։ Եստեր 4 գլուխ 14-րդ խոսքում։ Եվ եթե դու այս միջոցին չլինես, մի ուրիշ տեղից հրեա համար ազատություն եւ փրկություն վեր կգանա։ Բայց դու եւ քո հորտունը կկորչեք։ Եվ ով գիտի, մի այսպիսի ժամանակի համար ես դու թագավորության համար։ Սիրելի Աստծո ժողովուրդ, շատ ժամանակ մենք մտածում ենք, ասում ենք ես լռեմ, ես վախենում եմ, ես պետքա քայլ չանեմ, ախր իմ կյանքում շատ կարող լինի ռիսկային, բայց Աստված ասում է ժամանակն է։ Ժամանակն է, որ դու իմ մասին պատմես, ժամանակն է, որ դու ցույց տաս։ Ու էսի դարավ մի հրաշալի միջոց, որ Եստերը Տիրոջ գործերը ցույց տա։ Ու ինքը մի բան հասկացա, որ պետք չի լռել, պետքա բարձրաձայնել։ Ժամանակն է, որ
ես Տիրոջ մասին պատմեմ։ Եստեր Թագոյին ինչ արեց։ Ինքը որոշեց ծոմի աղոթքի կյանքի մեջ մտնի։ 3 օր, 3 գիշեր ծոմ էր վեկալը։ Ոչ հաց էր ուտում, ոչ ջուր էր խմում։ Եվ ասեց, ասա հրեա ժողովրդին, որ աղոթեն իմ համար։ Ու երբ որ 3 օր անցնի, ես գնալու եմ թագավորի մոտ։ Ու եթե մահանել ենք, մահանամ։ Իրա վիճակ փոխվավ։ Իրա վրա եկավ խիզախություն։ Ինքը մտավ հոգևոր պատերազմի մեջ։ Միջև այդ Եստեր Թագոյին պատերազմի մեջ չէր։ Միջև այդ Մուրդքեն էր պատերազմի մեջ, բայց եկավ ժամանակ, որ ինքն էլ մտավ պատերազմի մեջ։ Երբ որ Եստեր Թագոյին ծոմը վեկալեց, գիշերը թագավորի քունը փախավ։ Ու թագավորը կանչում է իր ծառաներին, ասում է, այն պատվական գիրքը բերեք մի հատ։ Ես ուզում եմ մի հատ նայեմ, տեսնեմ, կամ մարդ որ բաց եմ թողել, չեմ պատվե իրան։ Ու տեսնում եմ Մուրդքի անունը գրած։ Ասում եմ, մարդուն մենք ինչ ենք արել, ասում եմ, ոչի բան։ Ու երբ որ Եստեր Թագոյին մոտիկանում է թագավորին, ասում է, թագավոր, ես քո համար սեղան եմ պատրաստել։ Ես ուզում եմ հյուրասիրեմ քեզ եւ Համանին։ Նայում ես, ասում ես, թշնամու համար սեղան է պատրաստում։ Չի հենց եւի քայլեր չի անում, ոնց որ թշնամին իր հանդեպ էր անում, Համանը։ Ու Haman ուրախ գալիս է, թագավորը կանչում է Hamanին, ասում է. ոնց կուզենար քեզ պատվեին։ Համանը սիրում մտածում է, դե եթե թագավորը ինձ բարձրացրել է շատ բարձր, հիմա էլ ուզում է ինձ պատվի։ Ասում է, դե թագավորի թագը կդնեի գլխին։ Թագավորը զգեստը գակցնեի, թագավորը ձիով ման կտայի։ Թագավորը ասում է, դե հիմա գնում ես Haman։ Դուրսը Մուրդքյանը մի մարդ է կայնած։ Իրան կվեկալես ու ամբողջ քաղաքում մեկ կբարձրացնես, որ այս մարդը շատ պատվելի մարդ է։ Պատկերացրեք Համանի վիճակը։ Ինքը մտածում էր, ոնց անեմ, որ Մուրդքեին ոչինչ անցնեմ։ Ոնց անեմ իր վերջը տամ։ Բայց Աստված ուրիշ ծրագիր ունի մեր կյանքում։ Շատ ժամանակ մարդիկ մտածում են, այս մարդը ինձ ոնց է ներվանացնում։ Ես իր հարցերը պետքա լուծեմ։ Բայց արեք տեսեք, մի կար ժամանակ այդ մարդը փոխվում է, գալիս ասում է, ես չգիտեմ ոնց, ես չգիտեմ ինչի համար, բայց ես պետքա քեզ օրհնեմ։ Սա երթնային զորություն է իշնում։ Խնջույքը վերջանում է, Համանը գնում է իր տուն։ Իր կինը, ընկերները Hamanին սխալ խորհուրդներ են տալիս։ Ասում են Մուրդքեին սպանի։ Ու դակրի գիտեք որն է։ Նայելով Համանի ճանապարհը, նայելով այդ բարձուկներն որ հասել է այդ մարդը, ինքը մոռանում ամեն ինչը։ Իր առաջ մի մարդ է։ Ոնց անեմ այդ մարդուն սպանեմ։ Ոնց անեմ այդ մարդուն ոչինչ անցնեմ։ Ոնց անեմ այդ մարդուն զրոյացնեմ։ Այսօրվա վերնագիրը գիտեք, վերնագրել եմ այսպես. ով է քո կողքին։ Ով է քո խորհուրդ տվողը։ Միգուցե դու այն մարդն ես, որ պետքա Տիրոջ մասին պատմես քո գործերով։ Միգուցե դու այն մարդն ես, որ պետքա լսես Տիրոջ ձայնը։ Երբ որ առաջին թագավորած գրքի մեջ մի կնոջ մասին է գրված Անայի, ինքը երեխա չուներ, գալիս էր, Ասուս խնդրում էր երեխա, ասում էր, Տեր, եթե դու ինձ երեխա տաս, ես քեզ կնվիրեմ, ինքը քո ծառան է լինելու։ Ու այդ երեխան ծնվավ, Սամուել անունով, անցավ ժամանակ, և ինքը բերեց թողեց եկեղեցի, Սամուելին։ Ու մի կարճ ժամանակ հետո Աստված խոսեց Սամուելի հետ, ասեց Սամուել, ինքը վազավ Եղիայի մոտ, ասեց, կանչել ես ինձ Տեր, ասում է չէ, երկրորդ անգամ Սամուել, կանչել ես ինձ, ասում ես չէ,
Եղան հասկացա, որ Տերը կանչում է Սամուելին, ասում գնա ասա, այո Տեր, ես քեզ լսում եմ։ Ինչքան կարևոր է, որ մենք լինենք լսող անկաժներ։ Ինչքան կարևոր որ մենք Տիրոջ ձայնը չանարգենք սիրելիներս։ Որտեղ Տերը մեր հետ խոսում է։ Տերը մեզ ուզում է սովորացնի, Տերը մեզ ուզում է փոխի։ Ինչքանով մենք թույլ կտանք, որ Տերը մեզ օգտագործի։ Երբ որ նայում ենք այս պատմությունը, Եստեր գիրքը, մենք մի բան ենք հասկանում։ Աստված ուզում է հրաշք անի մեր կյանքում։ Աստված ուզում է մեզ բարձրացնի։ Ինչքանով մենք թույլ կտանք, որ Աստվածը մեզ բարձրացնի։ Որտեղ մեր հայացքը շատ կարճ է։ Մենք մտածում ենք 50 մետր, Աստված մտածում է 100 կիլոմետր։ Մենք մտածում ենք 10 կիլոմետր, Աստված մտածում է 1000 կիլոմետր։ Ասում է, չէ, իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն։ Եկեք ընդունենք Տիրոջ ճանապարհները։ Թույլ տանք, որ Տերը գործի մեր կյանքում։ Եվ Համանը գնաց տուն, պատմեց իր բարեկամներին, իր կնոջը, որ գնացել եմ թագավորի մոտ, այսպես պատմության մեջ եմ ընկել, ինչ անեմ։ Եվ սխալ խորհուրդ տվող մարդիկ գիտեք ինչ են ասում, ասում են մի հատ ցից սարքի, մուրդքեին բեր կախե ցիցի վրա։ Իրա դուր եկավ այդ առաջարկը։ Շատ վատ առաջարկ էր, բայց դուր եկավ, որովհետև իր ներսի գերանն ինքը չէր նկատում։ Ինքը մտածում էր, որ հակառակ մարդու չոպը ավելի մեծ գերան է, քան իր աշկի գերանը։ Եկավ ինչ տեղ ունեցավ։ Մտածում էր, միգուցե ինքը երազում էր, հեսա երկրորդ օրն է գնալ եմ թագավորի մոտ, կամ իմ երազը կատարվի։ Բայց թագավորը ուղարկել էր իր ծառային, որ Hamanին հրավիրել խնջույքին։ Երբ որ գալիս է, լսում է այդ խոսակցությունը թագավորի ծառան։ Hamanին տանում է, ու Եստեր թագուհին երկրորդ օր ասում է. մի չար մարդ կա, որ ուզում է հրեա ժողովրդին ոչինչ անցնի։ Թագավորը ջղայնանում ասում է, ով այդ մարդը։ Ասում է, Համանը։ Ասում է, դե ուրեմն մի պատիժ կանենք մենք իր հետ։ Եվ ծառան ասում է, ինքն էլ արդեն մի հատ ցիծա կառուցի 50 մետրանոց, մեծ ցիծա, որ մուրդքեին կախի։ Թագավորը ասում է, դե հիմա Hamanին տարեք այդ ցիծի վրա կախեք։ Մարդը փոս էր փորը։ Իտոգում այդ փոսերի մեջ ընկավ։ Ու դրանով չսահմանափակվավ իր մոտը։ Իր մոտ խնդիր տեղ ունեցավ։ Ինքը պետքա ներեր։ Իր մոտ եսի խնդիր տեղ ունեցավ։ Ինքը պետքա այդ եսի հարցերը լուծեր։ Այդ ճոբանը պետքա կտրեր։ Բայց ինքը չուզեցավ դա անել։ Կորավ ինքը եւ իր տղաները։ Խոսք ասում է, որ 10 որդիներն են նույն ձևի կախեցին այդ ցծի վրա։ Ինչի համար, որովհետև սղալ մոտեցում արեց։ Սղալ բան արեց։ Այսօր նայելով մի բան եմ հասկանում, որ Աստված միշտ ուզում է, որ մենք իրանով շարժվենք։ Մեր եկեղեցու մի հրաշալի ընտանիք է։ Իրանք ունեն 4 հատ երեխա։ Ու որոշում են կայացնում, որ պետքա բաժանվեն։ Հայրը վեկալում է մեծ տղային, առանձնանում է, մայրը մնում է 3 երեխաների հետ։ Ու մի օր կինը զանգում է ամուսնուն, ասում է, արի ես քո համար սեղան եմ պատրաստել։ Երբ որ ինքը գալիս է, ասում է, աչքերիցս արցուն գնաց։ Հասկացա, որ ես իրան այնքան եմ ցավացրել իմ կնոջը, բայց ինքը իմ համար սեղան է պատրաստում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, միգուցե մարդիկ կան, որ մեզ շատ են ցավացնում։ Արեք իրանց առաջ սեղան պատրաստենք։ Սեղան պատրաստենք, ցույց տանք, որ ինչքան հրաշալի Տեր ունենք մենք երկնքում։ Թույլ տանք, որ Տերն էլ իր գործը անի ամեն մեկի կյանքում։ Երբ որ նայում ենք, Եստեր թագուհին չկայնավ, ասեց, ես հրեա եմ, վազավ թագավորի մոտ, ասեց, գիտեք ինչ կա, արեք այդ հարցերը լուծենք սենց։ Ստրես, ներվային կարգավիճակով, չէ, աղոթքի ծոմով հարցերը լուծեց։ Խնդիր ունես, մտի քո աղոթքի սենյակը։
պատերազմ ես ուզում, պատերազմ ես, մտի քո ծոմի կյանքը։ Ու դու հաղթանակ ունենաս մեծ։ Ու դու հետո կտեսնես, որ այն ինչն մտածում էր, երբ որ նայում ենք Եստեր Թագոյին, չէ, ասում է ինձ կսպանեն։ Հետո ասում է, երբ որ աղոտ եւ ծոմի մեջ մտավ ինքը, ասում է, թող սպանեն, ի՞նչ կա դրա մեջ։ Որտեւ ինքը արդեն երկնային էր մտածում։ Ինքը չէր մտածում ֆիզիկապես, ինքը չէր մտածում այսօրվա օրով չէր մտածում։ Ինքը հասկացավ, եթե իմ համար կարևոր է, եթե Տերը ինձ ընտրել է, ուրեմն ես պետք է օգտագործվեմ այս փառքի համար։ Խնդրեմ Տերը օրհնի ձեզ ժողովուրդ ջան։ Իրականում գիտեք ժամանակը շատ կարճ է։ Մենք չգիտենք վաղը ինչ է լինելու։ Մենք չգիտենք մի ժամ հետո ինչ է լինելու, բայց Աստված ուզում է, որ մենք այսօր արթուն լինենք։ Կայնենք այն մարդկանց համար, որ կարիք ունեն փրկության։ Կայնենք այն մարդկանց համար, ով կարիք ունի բժշկության։ Կայնենք այն մարդկանց համար, ով կարիք ունի ազատագրման։ Որտեւ այդ մարդը չի նկատում։ Եկուսը մեզ ամեն անգամ ցավացնում է, բայց Տերը ուզում է, որ մենք իր առաջ սեղան պատրաստենք։ Տերը ուզում է, որ մենք նույն ձևի քայլեր չանենք, ոնց որ ինքը մեր հանդեպ։ Պատկերացնում եք, մուտքը մտածեր, եթե Համանը օրինակ 50 մետր արեցից է, ես էլ Համանի համար 100 մետր կանեմ։ Մուտքն ասեց, ես իմ գործը չի։ Թակավորը իր հարցերը լուծեց։ Բայց հետո գիտեք ինչ է տեղ ունենում։ Մուտքին ամբողջ գավառի մեջ տարածվում է մի հրաշալի մարդ։ Ու իր գործերը շարունակվում է բարձրանալ։ Իր բարի գործերը։ Որտեւ այդ մարդը ուրիշ արժեքներ ուներ։ Այսօր մենք ինչ արժեքներ ունենք, սիրելիներս։ Ինչին ենք ձգտում։ Ձգտենք, որ մարդու վրայով անցնենք, վնասենք, գնանք հասնենք մեր արդյունքի, չէ։ Օգնենք, որ մարդիկ բարձրանան։ Օգնենք, որ մարդիկ փոխվեն։ Օգնենք, որ մարդիկ նորոգվեն։ Լինենք լավ խորհուրդ տվողներ։ Լինենք օգնողներ, սիրելիներս։ Այսօր ունենալու ենք հաղորդություն։ Սուրբ հաղորդություն։ Այսօրը գիտեք ամսվա առաջին շաբաթը մեր համար միշտ ուրախության օր է, չէ՞, ասում ենք։ Այս ամիսը մեր մոտ հաղորդություն է լինելու։ Եկեք մեր անձերը պատրաստենք դրա համար։ Եկեք պատրաստենք այն ձևի, որ Տիրոջ հաճելի լինի։ Որին թանկ արյունը եւ մարմինը երբ որ ընդունում ենք, մեր կյանքում բան փոխվի։ Ու Տերն էլ օգտագործի իր փառքի համար դա։ Երբ որ նայում ենք մենք հաղորդություն ասում ենք ինչ մի հատ գինի եւ հաց, չէ՞ սիրելիներս, դա Տիրոջ թանկ արյունն է եւ Տիրոջ թանկ մարմինն է։ Երբ որ մենք ընդունում ենք, մենք դառնում ենք Տիրոջ հետ մեկ։ Միաբանվում ենք Տիրոջ հետ։ Ու մի ուրիշ մակարդակի մեջ մենք բարձրանում ենք, բայց մյուս կողմից էլ մենք պետք է դա շատ լուրջ ձևով վերաբերվենք։ Ընդունենք այնպիսի, որ Տիրոջը հաճելի լինի։ Նայելով մուրդքեին մի բան եմ հասկանում, որ ինքը Աստծո հետ քայլող մարդ էր։ Բայց ինքը փառք փնտրող մարդ չէր, որ իրան պետք է մեծարեն։ Ինքը իր գործն էր անում։ Ու Աստված ամեն իրավիճակի մեջ մուրդքեին բարձրացնում էր։ Բայց մարդ կար, որ փնտրում էր իր փառքը, ինքը ընկավ։ Ինքը ընկավ իր տարածքից, այն լավ տեղից ինքը ընկավ, որտեղ թակավորը իրան լավ տեղ էր դրել։ Ինքը իր աչքի առաջ ոչ բան չերևաց։ Ինքը աչքի առաջ մի հատ մուրդք էր։ Ոնց անեմ ես իրան սպանեմ, ոնց անեմ իր հարցերը լուծեմ։ Պատկերացնում եք թակավոր թագոյի հետ գնացել նստել է հաց է ուտում, պատվում են իրան։ Գալիս է, ինքը մտածում է ոնց անեմ, որ այս մարդուն ես սպանեմ։ Լիքը շատ մարդիկ մտա երազեն այդ սեղանի շուրջը նստեին, բայց ինքը անարգեց այդ սեղանը։
Ինչի համար, որովհետև իր եսը թույլ չէր տալիս։ Ոնց կլեր, մի օքի իր առաջ չի խոնարհվե։ Սիրելի Աստծո ժողովուրդ։ Միգուցե մեր կյանքում լինում է իրավիճակներ, մարդիկ մեզ ցավացնում են։ Միգուցե իրավիճակները լինում մենք ենք ցավացնում մարդկանց։ Միգուցե իրավիճակները լինում, որ Աստծո կարիք ունենք, որ մենք նորոգվենք։ Այս աշխարհը մեզ այս տանում է, ու մենք փնտրում ենք, ասում ենք, ոնց անեմ, որ ես նորոգվեմ։ Բայց հասկանում ենք, որ առանց Տիրոջ անհնարին է։ Առանց Տիրոջ հնարավոր չի։ Այսօր փառք Տիրոջը, որ մենք ունենք հնարավորություն հավաքվելու միտեղ։ Փառք Տիրոջը, որ այսօր կարող ենք միաբանված աղոթենք։ Փառք Տիրոջը, որ մենք այսօր կարող ունենանք լավ մարդիկ մեր կողքերը։ Որ կարանք զանգենք, ասենք, աղոթքի կարիք ունեմ։ Օգնի ինձ։ Օգնիր ինձ միաբանվեմ։ Օգնիր ինձ այս իրավիճակից դուրս գամ։ Մեր ձեռքերի մեջն է։ Պատկերացնում եք, ես դեռ թագոյին ասել, գիտես, մուրք է, ես շատ լավ կարգավիճակ եմ, ոչ ճիշտ թող սփանեն հրեա ժողովրդին։ Ես իմ համար թագոյի եմ։ Չէ, ինքը մի բան հասկացա, որ սա իմ պատերազմն է, ու ես պետք է պատերազմեմ։ Մեր կյանքում էլ է լինում, որ մեր պատերազմը մենք պետք է պատերազմենք։ Խնդրում եմ ոտքի կայնեք։ Եկեք աղոթենք։ Թող Տերը մեզ նորոգի, թող Տերը մեզ փոխի, թող Տերը մեզ բարձրացնի։ Նոր մարդ սարքի իր ձեռքերի մեջ։ Ոչ թե խավարը լինենք, այլ լուսն ու աղը լինենք, սիրելիներս։ Ամեն տեղ կարևոր չի, որ ես մտեմ ասեմ, գիտես, ես հավատացյալ եմ։ Մի պատմություն հիշեցի։ Ես մի տեղ եմ աշխատում ու ամեն անգամ ես գնում եմ, ես չի ասում, որ ես հավատացյալ եմ, ես եկեղեցի ծառայող եմ։ Մոտ մի տարի աշխատում եմ, վերջում մոտիկացան մի հատ տատիկ, մի հատ երիտասարդ ոստիկան, առաջվա ոստիկաններ ինքը։ Ինձ հարց է տալիս, ասում է, Ավետ, ոնց է լինում, որ դու միշտ ուրախ ես լինում։ Ասում եմ, մենք երկար ժամանակ քեզ ուսումնասիրում էինք։ Ես իրանց չեմ ասել։ Մեր գործերը պետքա ցույց տա, որ ինչքան փառավոր է մեր Տերը։ Ես բացատրեց ասի, եկեղեցի ծառայող եմ, մեկը մյուսին ասում, բայ ես քեզ ասում էի, իրա մոտ մի բան ուրիշ է, մեր մոտ ուրիշ է, սիրելիներս։ Եկեք չնմանվենք այս աշխարհին։ Այս աշխարհը, գիտեք, մի կար ժամանակ ասում է դու էլ մեզ պետք ես, գնա։ Բայց Աստված մուրքեի նման մեզ մեծացնում է, բարձրացնում է, նոր մարդ է ստեղծում, ասում է դու իմ ստեղծված սիրուն գեղեցիկ անոթն ես, ու ես պատրաստ եմ քեզանով փառավորվեմ, ու քեզ էլ կօգտագործեմ այդ ծրագրի մեջ։ Ես դեռ թագուհին նայում ես, ասում ես, ախր այս մարդը ոչ բարեկամ ուներ, ոչ իր քերին մինիստրը էր, որ ասենք, հա, հնարավորություն թագուհի դառներ։ Բայց Աստծո դուստրն էր։ Աստված իրան օգտագործեց իր փառքի համար։ Աստված մեզ էլ կարող այսօր օգտագործի։ Չփակենք Աստծո առաջ դռները, չբացենք սատանայի առաջ դռները, սիրելիներս։ Չլսվենք չարությունով, այլ ուրախ սրտով։ Ու մի մարդ մի բանով անում ենք, չնայենք, ասենք, Տեր, ախր ես քո համար արել եմ։ Չես տեսնում ես ամեն ինչը։ Աստված ամեն բան տեսնում է, սիրելիներս։ Աստված ամեն բան տեսնում է։ Ոնց մեր Սերգեյ եղբայրը ասեց, Աստված տվեց Աբրահամին Իսահակին։ Բայց Աստված ուզում էր, որ Աբրահամի սիրտը լիներ Աստծո հետ։ Միգուցե այդ կար ժամանակ Աբրահամի սիրտը տեղափոխվել էր դեպի իր որդին, երկար սպասված որդին էր տեղափոխվել։ Միգուցե մեր կյանքում ամբողջ կյանքը մի հատ
մոտիկ մարդուն է, ինքը 50 տարեկան էր։ Իր հետ խոսում էր, ինքը ասում էր, իմ ամենասիրած մեքենան Ժիգուլի 06 Ժիգուլին է։ Ես իրան բացատրում ասում եմ, այդ մեքենան հիմա չկա։ Ասում եմ, ես 18 տարեկանից երազում եմ այդ մեքենան առնեմ։ 50 տարեկան է դառը։ Մտածում եմ, ասեմ, ախր ինչքան դժվար է քո համար, էլի բաց թող այդ ամեն ինչը։ Չէ, ես երազում եմ, ես պետք է մի հատ առնեմ, գարաժում կայնացնեմ։ Միգուցե մեր կյանքում էլ այսպես բաներ է լինում։ Մենք ամբողջ կյանքը երազում ենք, Աստված ասում է, թող ես քո համար 3 սինականոց կվարձրեմ պատրաստ է։ Բայց մենք ասում ենք, Տեր, ես պետք է ամեն ինչ անեմ, իմ կրեդիտ հիստորիան կարգավորեմ։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ հանգարց մի հատ օր չանցնի, ժամանակին մուծեմ, ինչի համար մի սինականոց կվարձրա ձեռք բերեմ իպոթեկա, ոչ մինչև կյանքից վերջը կմուծեմ։ Աստված ասում է, լսի, ես քո համար 3 սինականոց կվարձրայեմ պատրաստ է։ Թույլ տուր, որ Տերը օրհնի։ Իսկ մենք չէ, Տեր ջան։ Ես պետք է իպոթեկա փակեմ։ Գիշեր ցերեկ պետք է աշխատեմ, որ այդ իպոթեկայի հարցը լուծեմ։ Մի տարի հետո էլ կանոնալ ասել, Տեր, չկարացար մեր 2 սինականոց կվարձրա ինձ տար։ Օրհնի, հիմա էլ մի սինականոցը փակեմ, վաճառեմ, գնամ երկրորդ հետևից։ Տերը գիտի մեզ ինչա պես սիրելն ես։ Տերը գիտի ինչի կարիք ունենք մեզ։ Դրա համար հոգս մի արա, վաղ որվա համար։ Այսօր Տերը քո համար ամեն ինչ պատրաստել է։ Քո առաջ սեղանը պատրաստ է։ Այսօր Տերը ասում է նստի հանգստացի վայելի։ Ես քո համար ամեն ինչ պատրաստել եմ։ Այդ հոգսերը մի դիր քո ուսերին, այդ հոգսերը տուր Տիրոջը։ Թող Տերն էլ իր հրաշք անի, ինքն էլ փառավորվի։ Ես մի անգամ Մոսկվայի մի հատ եղբայր երեք է ասում է, իմ կյանքում հրաշք է տեղ ունեցել։ Հիմա մենք սովոր ենք, չէ՞, նայում ենք, ասում ենք, ռակից բժշկվավ, կուրեր տեսավ, չէ՞, ասենք մենք այնքան ենք արդեն դրան ուշադրություն չենք դարձում, ասում ենք, ամեն ինչը ասենց արակի մեջ վերջանում է։ Ուրեմն այս եղբայրը պատմում ասում է, ես իմ կնոջ հետ բաժանվել էի։ Եվ իրանք եկել են Մոսկվա։ Ու ասում է 2 տարի ես իրանց էի ման գալիս ու չէի կարող գտնել։ Եկա Մոսկվա, ասիկ մի հատ գամ եկեղեցի, մի հատ իմ համար աղոթեն, որ դուրս գամ գնամ իմ ընտանիքին ման գամ։ Ու երբ որ գալիս է, երբ որ կանչ են անում, ասում ով կա առաջին անգամ, թող առաջ գա։ Ու ինքը գալիս է, երբ որ թեքվում է, հետև տեսնում է իր կինը կանյաց է։ Եկեղեցու անդամ է իր կինը դառը։ Ու ինքն ասեն զարմացած ասում է, եղբայր, իմ կյանքում հրաշք է տեղ ունեցել։ Ու ես մի բան հասկացա, որ Աստված մեկ անգամ մեր կյանքում են ձևի դռները բացում, որ մենք ինքներս զարմանում ենք, ասում ենք, Տեր ոնց կարար լիներ։ Եկեք աղոթենք։ Թող Տերն էլ առաջնորդի մեր ամբողջ կյանքը։ Երթնային Տեր զորավոր արքա։ Տեր բերում ենք ու գայ առաջ այս օրը։ Ամեն մի եկեղեցու անդամին Տեր տալիս են քո ձեռքերի մեջ Սուրբ Աստված։ Տեր խնդրում ենք, որ քո երթնային զորություն իջացնես ամեն մեկի վրա, Տեր։ Նորոգես, Տեր, մաքրես ամեն մի ցավ, ամեն մի վերք ու քո երթնային թող օրհնությունը գա Տերի մարքա։ Օգնի, որ Տեր ներենք մարկանց, Տեր։ Օգնի, որ մարկանց բաց թողենք, Տեր, մեր կյանքի Սուրբ Աստված։ Թող այդ ճոբաները մեր կյանքից կտրվեն, Տեր։ Հիսուսի զորավոր անունով։ Օգնի, որ ոչ մեկի հանդեպ ատելությունով չլսվենք, Տեր։ Օգնի, որ Տեր ամեն իրավիճակների մեջ, Տեր, քո երեսը փնտրենք, Սուրբ Աստված։ Շնորհակալություն ենք հայտնում, Տեր, այս հրաշալի օրվա համար։ Շնորհակալ ենք, Տեր, որ կարանք միաբանվենք քո ներկայության մեջ։ Փառք ենք քեզ տալիս ամենակարող արքա։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։